Բարև ձեզ, Ցայք հեռուստաընկերության եթերում դուք դիտում եք իրականում հաղորդաշարը։ Մեր հաղորդման ընթացքում ինչպես եւ միշտ փաստերն ու երևույթները դիտարկում ենք տարբեր հարթություններում, որպեսզի բացահայտենք իրականությունը։ Իրականում հոկտեմբերի 2-ին Հայաստանում 6 մարզերում անցկացվելու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Սյունիքում, Գեղարքունիքում, Կոթայքի մարզում, Վայոց ձորում, Շիրակում եւ Լոռիվում, թվով 373 համայնքներում։ Պետք է հասկանալ, որ այս տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները այլևս քաղաքական ընտրություններ են։ Ինչ են այսօր առաջարկում կուսակցությունները։ Հարցերի պատասխանը այսօր մեր ծրագրում, մնացեք մեզ հետ։ Հարգելի հեռուստադիտողներ, այսօր տաղավարում իմ զրուցակիցը Հույդա Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ազգային ժողովի падգամավոր, Դաշնակցության խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն է, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Ռուստամյան, տեսեք, տարիներ շարունակ խաղարկվել է մեկ սցենար, երբ նշել են, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները լինելով համայնքներում անցկացվող ընտրություններ, քաղաքական հենք չունեն, քաղաքական կուսակցությունները այստեղ դերակատարություն չունեն, ու արդյունքում այնպես է ստացվել, որ շատ համայնքներում գերիշխող մասը հանրապետական կուսակցության ներկայացուցիչներն են։ Եվ այստեղ ստացվում է այնպես, որ այս ընտրություններին էլ կրկին փորձում են խաղարկել այդ սցենարը։ Այստեղ դիտակետում ես թերևս երկու համայնք կառանձնացնեմ, դա իհարկե Գյումրին եւ Վանաձորն են, որտեղ համամասնական ընտրակարգ կա եւ այստեղ կուսակցությունների դերակատարությունը առավել քան ընդգծված է։ Ինչպես կմեկնաբանեք սա։ Նախ չի կարող լինել ընտրություն եւ դա չլինել քաղաքական։ Մանավանդ երբ որ ասում եք համայնքապետերն հանրապետական կամ այլ կուսակցություններից, արդեն խոսքը գնում է նրա մասին, որ կուսակցությունները ներգրավված են այդ գործընթացի մեջ։ Եվ դա բնական է, որովհետև ընդհանուր առմամբ ամբողջ աշխարհով մեկ ժողովրդավարության մի ամենաներքին, որը խարիսխն է համարվում ժողովրդավարության մակարդակ, անմիջական ժողովրդավարությունն է, որը իրականացվում է տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով, եւ դա չի կարող քաղաքական չլինել, որտեղ ժողովրդավարությունը ինքնին քաղաքական գործընթացների միջավայրում է տեղի ունենում։ Մանավանդ հիմա, երբ որ մենք փոխել ենք սահմանադրությունը եւ անցնելու ենք խորհրդարանական համակարգի, որտեղ կուսակցությունների դեպրերը աննախադեպ աճելու է, ուղղակի դերակատար են դառնում, սուբյեկտ են դառնում ընդհանրապես քաղաքական process-ների հենց կուսակցությունները։ Եվ շատ ճիշտ նշեցիք, մասնավորապես Գյումրի եւ Վանաձորը, որտեղ արդեն համամասնական ընտրակարգ է, այսինքն ամբողջությամբ մրցում են կուսակցությունները եւ Գյումրիում առաջի անգամ հենց այդպիսի ընտրություններ պետք է կատարի գյումրեցին եւ սա արդեն ցույց կտա, որ տեսեք ինչքան արդեն մասնակցում են կուսակցություններ, առաջադրված են, քաղաքական ակտիվություն կա եւ սա շատ բնական է։ Նաեւ այն համայնքները, որտեղ որ դեռևս հին այսպես ընտրակարգերն են պահպանվել այնտեղ, որտեղ անհատական անձնական առաջադրումներ կան, միևնույնն է առաջադրվում են նաեւ որևէ քաղաքական ուժի կամ ներկայացուցիչները կամ պաշտպանվում են որևէ քաղաքական ուժի կողմից։ Այսինքն անիմաստ է խոսել այն մասին, որ այդ ընտրությունները, այսպես ասած, կարելի է համարել միայն ինչ-որ ներքին մակարդակի, ինչ-որ թաղային կամ գերդաստանների միջև ընտրություն, որը քաղաքական չի։ Ճիշտ հակառակը ես արդեն ասեցի եւ հիմա գնալով ավելի է դա մեր ժողովուրդը տեսնելու, որ սա լրջորեն հիմք է դնելու մեր ընդհանրապես հետագա գործընթացներին Հայաստանով մեկ եւ ժողովրդավարությունը որպես խարիսխ սկսում է հենց տեղական ինքնակառավարումից։ Պարոն Ռուստամյան, տեսեք, համամասնական ընտրակարգը ու խորհրդարանական մոդելը դա Դաշնակցության այն տարբերակն էր, որը ես հիշում եմ նախորդ սահմանադրական բարեփոխումների ընթացքում եք դուք առաջարկում։ Ի վերջո ունեցանք այս համակարգը եւ դա եւ կառավարման մոդելում պետք է բերի որակական փոփոխություններ եւ առաջնային պլան դնելով կուսակցական գաղափարը իսկապես պետք է ստիպի, որպեսզի ժողովուրդը վստահելով իր քվեն տալով որևէ քաղաքական ուժին կարողանա պահանջել։ Դաշնակցությունը իր գաղափարախոսությունը, իր ծրագրային հենք այս 126 տարվա ընթացքում հստակորեն ուղենշված պահպանել է, բայց այստեղ հարց է առաջանում, երբ կուսակցական այդ գաղափարները առաջ են գալիս, վերջին 6 ամսվա ընթացքում բավականին մեծ թվով կուսակցություններ են աճել, ես չեմ վախենում այդ բառից, որտեղ են աճել, ինչ մեխանիզմով, ինչ ուրվագծով, թողնենք ենթադրությունները հեռուստադիտողներին, եւ այնպես է ստացվում, որ մրցապայքարի մեջ կմտնեն նորելուկներ, առիթ ունեցել եմ անգամ հարցնելու, դե լավ, ձեր կուսակցությունը աչակողմյան է, ձախակողմյան է, կենտրոնամետ է, ասում են, չէ, մենք ընդդիմադիր ենք, բացատրում են, որ մեկը մյուսի հետ բնավել կապ չունի, ու այստեղ խնդիր է ծագում, թե արդյոք սա եւս տարակուսության մեջ չի դնի ժողովրդին, որովհետև կուսակցությունների բազմազանությունը իսկապես քանակը դեռ որակ չէ։ Իսկապես շատ ճիշտ եք նշում, որ մեր մոտ գաղափարական
ընդհանրապես հենքը, այսպես ասած, երկրորդ պլան է մղված եւ մարդիկ չեն էլ տեսել, որովհետեւ ըստ այդ են բաշխում, քաղաքական դաշտը դրա համար Հայաստանում ձևավորված չի, այն ինչ որ ընդդիմադիր են կամ իշխանություն, դա քաղաքական իրանց տեղն ու դերակատարությունն է նշում, բայց ինչ հենքի վրա են, այդ դա գաղափարականությունն է, որ շատ կարեւոր է, այսինքն դու ինչ գաղափարախոսություն ես պաշտպանում։ Դաշնակցությունը այդ առումով ամենագաղափարական հայտնի կուսակցությունն է, որտեղ որ մենք ոչ միայն Հայաստանում, այլ նաև դրսում ունենք մեր մասնակցությունը սոցինտերնի, բոլոր կառույցներին ենք մասնակցում, եվրոպական սոցիալիստների հետ ունենք համագործակցություն, ես բոլորովին վերջերս Եվրոխորհրդարանի սոցիալիստական խմբակցության հետ համագործակցության պայմանագիր կնքեցի, այսինքն մենք իսկապես ցախակողմյան սոցիալիստական գաղափարներ պաշտպանող կուսակցություն ենք եւ դրա վրա են կառուցում մեր ընդդիմություն թե իշխանություն լինելու նաեւ խնդիրը հենքը դա պետք է լինի իհարկե նոր կուսակցություններ կարող են միշտ առաջանալ շատ-շատերը տեսել ենք թիթեռի կյանք ունեն կուսակցությունն ի վերջո պետք է իր կենսունակությամբ ապացուցի ինքը կուսակցությունը թե ոչ բացի դրանից կուսակցությունը չպետք է անձի շուրջ ձևավորվի որը Հայաստանում դժբախտաբար լայն տարածում ունի կուսակցությունը իրական կուսակցություն այսինքն այդ մեկ անձը չկա այդ կուսակցությունը չկա կամ այդ կուսակցությունը քանի որ իշխանությունը պաշտպանված է եղել իր այդ լծակներով նույնացել է պետական կառույցների հետ դառել է տարածված կուսակցություն, բայց բավական է որ այդ կուսակցությունը այլևս իշխանություն չլինի, դադարում է գոյություն ունենալուց։ Այսինքն դաշնակցությունը հենց այդ առումով տարբերվում է, որովհետև թե իշխանություն են եղել, թե ընդդիմություն են եղել, միևնույն է 126 տարի, ինչպես շատ ճիշտ նշեցիք, գոյություն են ունեցել եւ գոյություն են ունենալու, քանի մեր խնդիրները լիարժեք չենք լուծել։ Եվ այս առումով էլ կարծում եմ, որ շատ կարեւոր է, որ հենց սկզբից, հենց տեղական ինքնակառավարումից սկսած գաղափարական նաեւ պայքարը երևա Այսինքն, եթե ես որպես դաշնակցություն առաջադրում եմ թեկնածու, նա պետք է նախ եւ առաջ իմ գաղափարները կրի։ Այն քաղաքականությունը պետք է ունենա, պաշտպանի, որը հատուկ է այդ կուսակցության գծին։ Եվ այդ առումով մեր ընդհանրապես այս տեղական ինքնակառավարման մեջ մասնակցությունը բոլորովին նոր բովանդակություն ունի այս անգամ։ Մենք մի մեծ գործընթացի մի մասն ենք համարում այս պայքարը, որտեղ մենք սկսել ենք մի գործընթաց Հայաստանում, որը ճիշտ նշեցիք սահմանադրական փոփոխություններով էր պայմանավորված, հիմա մենք եկող տարի ունենալու ենք բոլորովին նոր Հայաստան, որտեղ մենք ազատվելու ենք այդ միահեծան իշխանության համակարգից, որ չի լինելու այլևս նախագահի աթոռ եւ ղեկավարումը ամբողջությամբ փոխանցվելու է կոլեգիալ մարմնին, որ խորհրդարանն է, որտեղ 1/3-ով նվազագույն երաշխավորված ընդդիմությունը տեղ է ունենալու եւ հակակշռման զսպման մեխանիզմներ են առաջանալու եւ մասնակցությունը լինելու է հենց կուսակցությունների միջավայրում եւ այդ մրցակցությունը բոլորը պետք է տեսնեն, հասկանան, կամաց կայանան կուսակցությունները եւ հենց գաղափարական հեմքով կայանան։ Եվ դրա համար մենք այս մեծ պայքարի, ես մեծ գործընթացի մի մասն ենք, կարևոր մասն ենք համարում այս ընտրությունները, որ արդեն մի մասը եղան սեպտեմբերի մեջ, հիմա հոկտեմբերի 2-ին են լինելու։ Սա կարևոր է նաև այն առումով, որ նոր սահմանադրությունը տեղական ինքնակառավարման համար նոր հնարավորություններ են ձեռնում։ Եվ դա պետք է հասկանան առաջադրվողները։ Խորհրդարանական համակարգում մի բան է տեղական ինքնակառավարումը, նախագահական համակարգում բոլորովին այլ բան է։ Այս տարբերությունը այն է, որ այստեղ տեղական ինքնակառավարումը լինելու է իրականում բոլորովին նոր հնարավորություններով ավելի ինքնուրույն եւ ավելի անկախ։ Եվ նա ունենալու է այդ մակարդակում ամբողջական լիազորություններ համայնքի հետ կապված բոլոր խնդիրները լուծելու, ձևավորելու իր սեփական բյուջեն, ունենալու հնարավորություններ, ինչպես նա ամբողջ աշխարհում է։ Մենք գնում ենք, տեսնում ենք կայացած բոլոր երկրներում կայացածությունը չի արտացոլվում միայն իրենց մայրաքաղաքներով, այլ գնում ես համայնքները, գյուղերը ուղղակի այնպիսի ոգևորություն է ապրում, որ այդ որևէ ձևով չեն տարբերվում իրենց կենցաղով, իրենց մակարդակով, հասունությամբ եւ ձեռքբերումներով, մշակութային, տնտեսական, սոցիալական բոլոր մակարդակներով կենտրոնից Ինչ որ Հայաստանի համար չի կարելի ասել։ Հայաստանում այսօր ամեն ինչ, եթե ինչ որ մի տեղաշարժել նկատվում է աշխուժություն, Երևանով է սահմանափակված։ Մարզերը ընդհանրապես բարձի թողի են մատնված։ Պես զարգացման այդ խնդիրը իսկապես կա եւ կաղում է։ Այսինքն սա հենց այդ հարցերից մեկն է, որ մեր ընդհանուր ծրագրի մեջ կա դեպի խորհրդարանական համակարգ գնալու։ Եվ մեր տեխնացուները այդ ամբողջ process-ը լավ հասկանում են, այդ կապի մեջ են տեսնում։
Եվ մենք դրա համար էլ շատ ակտիվ մասնակցում ենք այս ընտրություններին տեղական ինքնակառավարման։ Այստեղ շատ կարևոր է, որովհետև գոնե Գյումրու եւ Վանաձորի տարբերակով 33 հոգուց բաղկացած ավականին ինքնին երևում է, որ փոքր խորհրդարանի մոդել է, որտեղ կարող են լինել նույն ֆրակցիաները, խմբակցությունները եւ իրենց լիազորություններն ու գործառույթները թերևս իրականացնեն ամբողջական սպեկտրով։ Ես լիովին համաձայն եմ ձեզ հետ, որ իսկապես նախագահական կամ կիսանախագահական կառավարման դեպքում այդ իշխանությունների տարանջատումը ընդգծված չէր, որովհետև մեկ անձի շուրջ այդ պտտվող երևույթը զսպման ու հավասարակշռման մեխանիզմները չէր ապահովում։ Այո, եւ այդ ուղղահայաց կառավարման խնդիրն է, որ երևի թե այսօր շատ հարցեր լուծում չեն ստանում։ Հիմա տեղական ինքնակառավարման մարմինների կայացվածությունը նաեւ բերելու է տեղերում եւ ավագանու եւ համայնքի հզորացման գաղափարին։ Արդյոք այս հավասարաչափ զարգացումը կխթանի, որպեսզի նոր խորհրդարանական համակարգում մենք ունենանք հզոր երկիր, հզոր զարգացած, որովհետև ինձ համար գոնե անընդունելի է, երբ երկիրը կներեք համեմատությանս համար մեծ գլխով, փոքր մարմնով երևույթի է վերածվում եւ այստեղ պետք է երևի թե հավասար զարգացնել, շենացնել ծայրամասային համայնքները, այսինքն ամրապնդել այն տարածքները, որոնք մեր պետականության հիմքն են հանդիսանում։ Տեսեք, ամբողջ խնդիրը այն է, ինչու եմ ասում, որ մենք նոր փուլի մեջ ենք հայտնվել, նոր խորհրդարանական համակարգին անցնելով։ Տարբերությունը իրականում հետեւյալումն է. կար գերկենտրոնացված իշխանություն, որ նախագահի պաշտոնով պայմանավորված ամեն ինչ որոշվում էր այնտեղ։ Արդարադատություն, գործադիր իշխանություն, խորհրդարան, դրանք բոլորը, այսպես ասած, ենթակա էին այդ հայացին։ Հիմա մեր խնդիրն էր ապակենտրոնացնել այդ իշխանությունը։ Այդ ապակենտրոնացումը տեղի ունենալու ոչ միայն վերևի մակարդակով գործադիր, օրենսդիր եւ դատական իշխանությունների տարանջատման միջոցով, այլ նաեւ իջեցնելով ներքև դեպի տեղական ինքնակառավարման մակարդակ։ Այո, այսինքն ամեն մեկը պետք է իր լիազորությունները ունենա եւ ինքնուրույն այդ լիազորություններն իրականացնի։ Սա է ապակենտրոնացումը դասական իմաստով իշխանության։ Այս դրան ենք մենք հիմա գնում։ Մենք գնում ենք դրան, որ համայնքը ունենա ինքնուրույն իր բյուջեն, ունենա իր հնարավորությունները եւ այդ հնարավորությունները օգտագործի անկախ որևէ մեկից։ Ինքը ունենա իր անկախությունը եւ ինքնուրույնությունը։ Սա կխթանի անպայման, որովհետեւ իշխանության հենց մի մասը, իրեն պատկանող մասը, հենց ղեկավարվելու է ղեկավարությամբ քաղաքի կամ համայնքի ձևավորված ավականիով, ներառյալ համայնքապետով։ Եվ այստեղ անմիջական ժողովրդավարության դերը մեծանալու է։ Ժողովուրդը իսկապես պետք է ունենա հնարավորություն փոխի արագ այն ղեկավարությունը, որի խնդիրները չի լուծում։ Հիմա ես անցել եմ օրինակ այսօր 4 համայնք հասցրեցի լինել, որտեղ մենք պաշտպանում ենք համապատասխան տեխնացուներին, Արթիկում մեծ քաղաք, որտեղ մենք պաշտպանում ենք Վարագյանի տեխնազությունը Մխիթար Վարագյանի, եղա Փանիկում, որտեղ մենք Վահան Ստեփանյանի տեխնացությունն ենք պաշտպանում, եղա դրանից հետո Ազատանում, որ մեծ գյուղեր են, որտեղ Հովիկ Պոպոյանի տեխնացությունն ենք պաշտպանում եւ Ախուրյանում, որտեղ Արծրուն Իգիթյանն է։ Այսինքն մի տեղում մենք ունենք արդեն գործող համայնքապետ, որ Արծրուն Իգիթյանն է, եւ ասում են շատ է աշխատել, թող ուրիշները գա։ Այսինքն, գիտեք, մենք աշխատելու որակն է, չէ՞ կարևորը որակն է, մենք հենց ենք մանգալի շատ աշխատող մարդու ենք մանգալի, ոչ թե չաշխատող անգործ համայնքապետերն ում են պետք։ Մենք հենց դրան պետք է ձգտենք, որ շատ աշխատող լինի։ Մարդը եթե աշխատել է իր վաստակով արժանացել է վերընտրվելու հնարավորությանը, ընդհակառակը պետք է քաջալերվեն այդպիսի անձիկ։ Սա բնական է փաստարկ չի եւ այն ինչ որ կատարել է օրինակի համար Ախուրյանի մեր քաղաքապետը բոլորի աչքի առաջ է, բոլորի համար տեսանելի ներդրումները իր արտաբյուջետային նաեւ հնարավորությունների ստեղծումը։ Նույնը Արթիկում կա, մյուս տեղերում, որտեղ խնդիրները կուտակվել են, այդ խնդիրները չեն լուծվել։ Անկամ եղած սուղ միջոցները չեն իրականում օգտագործվել իշահ այդ համայնքի։ Դե Արթիկի նման մեծ հեղինակություն ունեցող, ժամանակին մեծ պոտենցիալ ունեցող քաղաքը դա գնացինք, տեսանք ինչ վիճակում է հայտնվել։ Այնտեղ լուրջ փոփոխության կարիք կա եւ մենք վստահ ենք, որ նոր մեր տեխնացուն Վարագյանը այդ խնդիրները կլուծի։ Փանիկում կա օրինակի համար երկար ժամանակ ես այդ հարց ազգային ժողովում բարձրացրել եմ ջրատարի խնդիրը։ Ջրատարը օր առաջ այնտեղ պետք է կառուցվի, որպեսզի այդ ժողովուրդը իսկապես ջրից զրկված է եւ ամբողջ ինֆրաստրուկտուրաները չեն կարողանում զարգանալ։ Ինչ եմ
մշակույթի տունը, մարզասրահները, որոնք որ անհրաժեշտ են, որ մարդիկ մնան իրենց գյուղում, կարճեն իրենց գյուղից եւ կարողանան իրենց հեռանկարը իրենց գյուղում տեսնել, փնտրել։ Թե չէ անգործ որևէ հնարավորություն չունեն իրենց գոյությունը պաշտպանելու, ուր պիտի գնան, կամ պիտի փորձեն գնալ քաղաք, կամ պիտի արտագաղթեն ինչը կատարվում է։ Այսինքն իսկապես մենք կանգնած ենք էական արմատական փոփոխությունների շեմին եւ այս ընտրությունները դրանով են տարբերվելու, աննախադեպ են հենց դրանով։ Եվ այստեղ շատ կարեւոր են, այո, նույն քաղաքական մրցակցությունն է կարեւոր, գաղափարների համեմատությունը, մարդկանց ծրագրերը, եւ երևի թե զարգացման տեսլականի։ Իհարկե, անցած ճանապարհը մարդկանց կենսագրությունը։ Այդ մի հարցին ուզում եմ կանգ առնենք, անցած ճանապարհը։ Վերադառնալով Գյումրու իրականություն, համամասնական ցուցակում ընդգրկված են ձեր հիմնականում մտավորականներ, մարդիկ, ովքեր քաղաքում ճանաչված են, հարգանք են վայելում եւ իսկապես նոր մոտեցումներով, կառավարման նոր մոդելով իսկ կարող են որակական փոփոխություններ բերել տեղական ինքնակառավարման ոլորտում։ Արդյոք սա հաշվի է առնվել համամասնական ցուցակը կազմելիս, որովհետեւ ցավոք սրտի ես մի քանի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին հետևել եմ արդեն որպես լրագրող, մտավորականները քիչ դերակատարություն ունեն ընտրություններում ու որպես կանոն նրանք պասիվ են։ Այսօր տեսնում եմ, որ Դաշնակցության ցուցակում կան քաղաքում իսկապես հարգված մարդիկ, մտավորականներ, որոնք իրենց մասնագիտական որակներով կառավարման իսկապես նոր մեխանիզմներ կարող են օգտագործել։ Հենց այդ պատճառով էլ մենք հետընթաց ունենք։ Երբ որ հեղինակություն են դառնում, խաղային ինչ որ հեղինակություններ, ով որ ինչ որ շատ փող ունի, ով որ ինչ որ ուժային կամ այլ զորբայությամբ է հայտնի, այլ մտավորականներ, ուսուցիչներ, մանկավարժներ, որ ժամանակին հեղինակություն են եղել, որ գնացել ես մի թաղ հարցրել ես, ծանոթ մարդ, հեղինակություն ունեցող մարդ, ժամանակին մտավորականների անուններն են տվել։ Հիմա փոխվել է ամեն ինչ, գլխի վրա շուռ է եկել։ Սա քանի մենք չենք վերականգնել, մեր կադրային քաղաքականությունն էլ ճիշտ ուղղությամբ չի կարող գնալ։ Հիմա օրինակի համար նույն Ազատանում որ գնացի, հիմնականում դժգոհությունն այն էր, որ համայնքապետը իր շուրջը հավաքում է իր ծանոթ բարեկամներին, անկախ նրանից այդ ծանոթ բարեկամը տիրապետում է հարցերին, թե չի տիրապետում։ Այս ամբողջ ռեֆորմների արդյունքը, որ պիտի զգալի լինի մարդկանց համար, կադրային քաղաքականության մեջ պետք է երևա։ Այսինքն, եթե ինքը համայնքապետը կամ հավաքանին անկեղծորեն ուզում է սրտացավորեն իր համայնքի համար ինչ որ գործ անի, նա պիտի փնտրի լավագույն կադրերին, որտեղ այդ մարդիկ կարող են դա անել։ Ոչ թե եթե ինքը նպատակ է դրել, որ չգիտի 4 տարի է, հիմա այս 4 տարին ինչ հնարավոր է իմ համար, իմ անձնական շահերի համար լուծեմ, անեմ, մսխեմ միջոցները եւ դրանք յուրացնեմ, որովհետեւ չգիտեմ ինչ կլինի, որտեղ իր խնդիրն է դա դառնում։ Այս մի քանի տարին օգտագործի իր անձնական շահերի համար։ Երբ որ փոխվի մոտեցումները եւ պահանջները եւ այդ իրական լառնա իսկապես ղեկավարում են անմիջական ժողովրդավարությունը, մարդը պետք է մտածի իր համայնքի մասին, որպեսզի նորից կարողանա վերընտրվել։ Որ հենց դրա համար նա ստիպված է լինելու իր ծանոթին հանել, որ այդ գործը չի կարողանում անի, որ այդ գործը կատարող մեկին բերի, որ իսկապես դա ընդունակ է անել, եւ համայնքն էլ կդառնա մեկ ամբողջականություն, մեկ ընտանիքի նման կապրեն, ամեն մեկն իր խնդիրները կարող է լուծել եւ զգալ հոգատարությունը իր գյուղապետի, իր համայնքապետի։ Ասում են, թե հիմնականում որն է խնդիրը, պատճառը կամ գաղտնիքը համայնքի զարգացման։ Ինձ համար թերևս դա միջոցների արդյունավետ կառավարումն է։ Ընդհանրապես արդյունավետ կառավարման գաղափարն է հենքում դրած։ Սա եք հաշվի առել, որ Գյումրիում ձեր համամասնական ցուցակը գլխավորում է Աշոտ Կուրգինյանը, ով 13 տարի կառավարման հաջողված մենեջերի օրինակ է եւ այն թերևս հմտությունները, որոնք վերաբերում են արտաքին ֆինանսական միջոցների ներգրավմանը, դոնորների հետ բանակցմանը, կարող են Գյումրիի սուղ բյուջեին բերել հավելյալ ֆինանսական մուտքեր եւ խոսքեր։ Միանշանակ Աշոտ Կուրգինյանը այն մեր ակտիվ կուսակցական ընկերներից է, ով շատ լավ հասկանում է այս մեր ամբողջ արածի իմաստը, այսինքն դեպի ուր ենք ուզում տանել մեր երկիրը։ Այդ խորհրդարանական համակարգի հնարավորությունները, այդ փոփոխությունների իմաստը, տրամաբանությունը եւ այդ ամբողջ մեծ ծրագրի իր մասով հատկացրած այդ օղակում ինչ պիտի անի, նա լավ դա պատկերացնում է։ Տեղական ինքնակառավարման կարևորությունը Գյումրու ուղղակի անհրաժեշտ երկրորդ քաղաքն է եւ այս խնդիրների կարևորությունը շատ ավելի այստեղ ազդեցիկ են եւ զգալի են։ Եվ այն անձն է, որ իր հաջողված փորձ ունի, իսկապես ղեկավարում է շատ հեղինակավոր մի կառույց, իր մասնագիտությունը տիրապետում է լիովին, մարդիկ գիտեն, որ
կայացած անձնավորություն է, այսինքն իսկապես իր բոլոր որակներով նա համապատասխանում է այն խնդիրներին, որ մենք այսօր որպես կուսակցություն դրել ենք Գյումրի քաղաքի հեռանկարը տեսլականը ունենալով, եւ Աշոտ Կուղինյանը իր թիմով մենք վստահ ենք, որ էական փոփոխություններ կառաջացնի եւ բացի դրանից օգտագործելով նաեւ դաշնակցության կառույցի հնարավորությունները, որ գիտեք, որ ամբողջ աշխարհով միակ կուսակցությունն է, որտեղ հայ կա, մենք ներկայություն ունենք։ Մեր կառույցներն 30-ից ավել երկրներում են եւ մենք արդեն տասնյակ համայնքներ քույրացման գործընթացով բերել ենք իրար կողքի Ամերիկայի, Ֆրանսիայի, Հունաստանի, տարբեր երկրների, որոնք հնարավորություն են տալիս նաև այդ դրական միջազգային փորձը տեղական մակարդակով սփյուռքի ներուժ օգտագործել։ Իհարկե, սփյուռքի ներուժը օգտագործել են ոչ միայն դատարկ խոսքերով, այլ ուղղակի ձևաչափերով, կառույցներով դա իրականացնելով։ Նախ ունենք մենք բազմաթիվ հաջողված այդ քույրացման օրինակներ, որտեղ այդ միջոցները նաև իրենք մեզ օգնության կարգով տրամադրում են արտաբյուջետային հնարավորություններ, փորձն է տեսնում իրենց տեղական ինքնակառավարում, որտեղ մենք այդ ուղղությամբ ենք գնում։ Մենք եվրոպական չափանիշներին համապատասխան խորհրդարանական համակարգ պետք է ունենանք եւ եվրոպական չափանիշներին համապատասխան համայնքներ պետք է ունենանք, տեղական ինքնակառավարում պետք է ունենանք։ Այս ամենը լավ պատկերացնող կադրեր ունենք եւ ոչ միայն ունենք, այլ հենց այդ նույն տեղերում մենք ունենք համայնքներ, կուսակցականներ, որ այդ կամրջող դերն են խաղալու։ Եվ այս առումով էլ Գյումրին ունենալու է շատ ավելի մեծ հնարավորություն այդ կամրջումը իրականացնելու եւ սփյուռքի անմիջական աջակցությունը տեսնելու։ Օրինակի համար մենք ունենք Պրոշյան համայնքը, որ ունեցել ենք մեր Վաղամերիկ որ սպանվեց մեր ընկերը Հրաչյա Մուրադյան, որ ինքը արտաբյուջետային այդ հնարավորություններն օգտագործելով թե մանկապարտեզ, թե ամբուլատորիա, թե բազմաթիվ այլ հնարավորություններ առաջացրել է հենց այդ սփյուռքի կապերն օգտագործելով։ Եվ այստեղ շատ կարևոր է, որովհետև եթե հաշվի առնենք, որ կառավարությունը տեղական ինքնակառավարման մարմինների մասին նոր օրինագծին արդեն հավանություն տվել է, չէ, սեպտեմբերի 2-ին անմիջականորեն բխում է սահմանադրական փոփոխություններից, թերևս նաև եվրոպական խարտիայի պահանջներից, եւ այստեղ դիմերի գործառույթներն ու լիազորություններն ընդլայնվում են։ Եվ այն դիտակետով, որ որոշակի համայնքներում, որոնք որ 2500-ից ավելի բնակչություն ունեն, հանրակրթական դպրոցները կլինեն համայնքի ենթակայության ներքո եւ ամբուլատորիաները, եւ այստեղ երևի թե խիստ կարևոր է, որ ավագանու կազմում լինեն կտրուկ մասնագետներ ամեն ոլորտից, որովհետև պրոֆեսիոնալ ավագանու կազմը կարող է երաշխավորել հստակ արդյունավետ կառավարում։ Այո, պետք է լինեն բանիմաց մարդիկ, պետք է լինեն մարդիկ, ովքեր պատկերացնում են այս ռեֆորմների տրամաբանությունը, հասկանում են ինչ է նշանակում խորհրդարանական համակարգում, այդ նույն ձեր ասած դրանից բխած առաջի գլխավոր օրենքներից մեկը տեղական ինքնակառավարման մարմինները, ու պիտի համապատասխանեցի, այո, ավելի լիարժեք խարտիային միջազգային, որ մենք ունենք այդտեղ լուրջ խնդիրներ եւ դա չենք կարողանում նաեւ անել այն պատճառով, որ կար նախագահական համակարգ, դրանով պայմանավորված էին մնացած ամեն ինչը։ Հիմա այդ օրենսդրությունը ամբողջությամբ փոխվելու է, որտեւ այդ առանցքը, որի վրա օրենսդրությունը մեր կար, դա նախագահական աթոռով նախագահական համակարգով պայմանավորված էր կիսանախագահական համակարգով։ Հիմա խորհրդարանականում այդ փոփոխությունները կան եւ ինչպես դա օգտագործել, այս շատ կարեւոր է, որ սկիզբը ճիշտ դրվի։ Դրա համար ենք մենք այդքան կարեւորում այս տեղական ինքնակառավարման ընտրությունները եւ դրա համար համարում ենք սա նախադեպ։ Եվ ստեղ է, որ մեր ժողովուրդը պետքա իսկապես այնպիսի քաղաքական ուժին աջակցի, որ այդ ամենը նախ ինքը սկսել է։ Մենք ենք եղել, չէ, ջատագովը 20 տարուց ավել, որ գնանք խորհրդարանական համակարգի։ Երևի ես չեմ ուզում անհամեստ թվալ, բայց ամենալավը թերևս մենք ենք պատկերացնում խորհրդարանական համակարգի առավելությունները։ Եվ դա վերևից ներքև մինչև տեղական ինքնակառավարման մարմինները, ներքին օղակները։ Եվ ուրեմն մեր թիմերը մենք այնպես ենք ձևավորել, որ այդ տրամաբանությունը սկսեն առաջին իսկ օրվանից իրականացնել, որ մեր զարգացումը դեպի ժողովրդավարություն, դեպի այդ բոլոր խնդիրների լուծում, արդար համակարգերի ստեղծում սկսի այս օրվանից, չսպասենք 2017 թվականին ապրիլին, երբ որ կլինի նոր խորհրդարանի ձևավորումը։ Տեղական մակարդակն է, որի բազայով պետք է կառուցվի։ Այո, սա է խնդիրը։ Մեր հիմնական բանը տրամաբանությունը եւ գլխավոր շեշտադրումները սրա վրա են։ Եվ գիտեք, եզրափակելով մեր զրույցը, մեկ կարևոր հանգամանքի անդրադառնանք, որը շահարկվում է տարբեր համայնքներում, երբ մրցակցում են հայ հեղափոխական դաշնակցության ներկայացուցիչները եւ հանրապետական կուսակցության ներկայացուցիչները։ Երևույթը առկա է նաեւ Գյումրիում։ Շատ հաճախ շահարկվում է այն հանգամանքը, որ դուք կոալիցիոն գործընկերներ եք եւ որոշակի պահի կգա, երբ մեկ-մեկ ու կսատարեք։
Գյումրու դեպքում դա իհարկե ավելի ակնառու է, որովհետև ավագանու ընտրություններ են եւ ձայների միավորում կլինի։ Ինչպես դուք սա կմեկնաբանեք, կոալիցիոն համաձայնությունը վերաբերում է նաեւ տեղական մակարդակին։ Չէ, կոալիցիոն համաձայնությունը վերաբերվում է այն նպատակների խնդիրներին, որոնք արձանագրված են կոալիցիոն հուշագրով։ Այսինքն մենք ընդհանրապես համագործակցում ենք բոլոր նրանց հետ, ովքեր մեր հետ համակարծիք են։ Այսինքն այստեղ խնդիր չկա հանրապետականի թե որևէ մեկ այլ մեկի հետ համագործակցել, օրինակ տեղական ինքնակառավարման այդ նույն հարցերը, որ ասում ենք կարևորված են, եւ մենք ունենալու ենք հստակ մեր ծրագիրը կոնկրետ Գյումրիում, թե ինչպես այդ տեղական ինքնակառավարումը համապատասխանեցնել նոր համակարգին, խորհրդարանական համակարգին։ Եվ այստեղ ով որ այդ մոտեցումները կընդունի, կընկալի, կհամապատասխանեցնի մեր պատկերացրածին, մենք իր հետ պատրաստ ենք համագործակցել։ Չկա այդպիսի բան, որ հետո գնանք նույնանանք, մենք երբեք որևէ մեկի հետ չենք նույնացել։ Այսինքն ձեր քաղաքական վեկտորը ուղղությունը չեք փոխել։ Երբեք չենք փոխել ու չենք էլ փոխի։ Եվ հանրապետականի հետ կոալիցիա ինքնանպատակ չենք կազմել։ Մենք կազմել ենք, որ այդ խնդիրները լուծվեն եւ արդեն առաջի երկու հաջողությունը ես կարող եմ ասել պատմական կան։ Մեկը համակարգը փոխվեց խորհրդարանական, մյուսը ընտրական համակարգը, որը մենք շատ լուրջ փոփոխությունների ենք ենթարկել գեղձիկների դեմն առնելու մեխանիզմներ մշակելով։ Արդեն արդյունքներն ակնհայտ են։ Եվ եթե այսպես շարունակվի համագործակցության այս տրամաբանությամբ աշխատենք, մենք ով կանցնի ավագանի Գյումրիում դա ժողովուրդը կորոշի Գյումրիում, բայց մենք այս մոտեցմամբ ենք համագործակցելու որևէ մեկի հետ, ով էլ ուզում է լինի։ Բացեք եւ ազատ համագործակցության համար։ Այո, իհարկե։ Եվ եզրափակելով մեր զրույցը ուզում եմ հարցնել, ինչպես եք դուք գնահատում հայ հեղափոխական դաշնակցության շանսերը Գյումրիում, Շիրակի մարզի այլ բնակավայրերում, որտեղ ներկայացուցիչ ունեք, որոնք հավակնում են ստանձնելու ղեկավարումը։ Ես ինչպես ասացի, 4 արդեն 5-րդ Գյումրին էլ եթե հաշվենք 5 համայնքներում եղա եւ ծանոթացա իրավիճակին, բոլոր տեղերում մեր շանսերը շատ լավ են։ Նախանցած արդեն արդյունքները, որ եթե ամփոփել ենք, սեպտեմբերին տեղի ունեցած մյուս մարզերում արդեն աննախադեպ աճ ունենք։ Մենք մի քանի տասնյակ թվով ավելացրել ենք մեր համայնքապետերի քանակը։ Անգամ այն համայնքներում, որտեղ տարիներ շարունակ նույն հանրապետականների հետ նաև մրցակցություն է, որովհետև հիմնականում հանրապետականներն են եղել այդ դաշտում, իրենց հետ է մրցակցությունը, բայց բավականին լուրջ հաջողություններ են արձանագրել։ Հիմա էլ ես որ անցա այս Արթիկ, Ազատան, Փանիկ, Ախուրյան, բոլոր այդ տեղերում իսկապես մեր շանսերը շատ լավ են։ Եվ մեր տեխնացուները շատ հստակ այս նույն տրամաբանությամբ ներկայանում են ժողովրդին եւ ակնկալում ենք, որ ժողովուրդն էլ կզգա, որ պաշտպանի այն ուժին, որը հաստատուն է, սկզբունքներ ունի, հեռանկարի մասին հստակ պատկերացումներ ունի, գաղափարական է եւ Գյումրին առաջի հերթին դրա օրինակը պետք է տա, ես վստահ եմ, որ Գյումրում մենք կունենանք լավ արդյունքներ։ Շնորհակալություն մեր զրույցի համար, շնորհակալություն, որ կարողացաք հանգամանալից կերպով ներկայացնել այն հարցերի պատասխանը, որը վստահ եմ ուզում եմ մեր հեռուստադիտողին։ Ձեզ եմ շնորհակալ։ Հարգելի հեռուստադիտողներ, ես հիշեցնեմ, որ տաղավարում իմ զրուցակիցը Հույդա Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն էր։ Հանդիպենք։